Անցնենք կառավարության որոշման կարգավորումներին, իհարկե դրանցից մեկը բավականին երկար է քննարկվել, այսինքն հանրությունը որոշակիորեն տեղեկացված է, խոսքը վերաբերում է գործնական քննությունների համար սահմանված ժամանակի երկարաձգմանը, գիտենք, որ ներկայումս տեսական քննությունը դրական հանձնելուց հետո, մինչև վերջին փոփոխությունը իհարկե, անձին տրվում էր 1 տարի ժամկետ, որպեսզի գործնական քննությունը կարողանա հանձնել։ Ընդ որում 1 տարվա ընթացքում գործնական քննությունը հաջողությամբ չհանձնելու պարագայում տեսական քննության արդյունքները համարվում են ուժը կորցրած։ Ուժը կորցնելու իմաստով որևէ բան չենք փոխել, պարզապես հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում նաև հերթական անգամ ասեմ, քաղաքացիներից եկած ազդակները, որովհետև մի հետաքրքիր մշակույթ է Հայաստանում ձևավորվում, սկսել են նաև դասընթացների գնալ մեր քաղաքացիներից, դասընթացը որոշակի տևողություն է, նաև քաղաքացիական պատասխանատվության աճ ենք նկատում այն իմաստով, որ մարդը մինչև իր կարծիքով գոնե պատրաստ չի լինում, չի դնում հաշվառման քննական մարմիններ, այսինքն այս իմաստով նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մենք նաև ընդառաջենք քաղաքացիների խնդրանքին եւ այդ 1 տարին դարձել է արդեն 2 տարի, այսինքն, եթե ավելի պարզ ասեմ, տեսական քննությունը հանձնելուց հետո անձը հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հանձնելու գործնական քննությունը։ Կառավարության որոշումը արդեն հրապարակված է եւ հունիսի 4-ից ուժի մեջ է մտել։ Հաջորդ, այսպես ասած, փոփոխության մասին խոսենք, դուք նաև հաճախ ականատես եք լինում, որ ներքին գործերի նախարարությունը թվայնացման նմիտված մեծ ծավալի աշխատանքներ է կատարում եւ այս իմաստով որոշակի ռիսկեր մեղմող կարգավորումներ ունենք կառավարության որոշման այս վերջին փոփոխությունների մեջ ներառված։ Խոսքը վերաբերում է անձի հոգեկան կամ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործման պայմանավորված կամ օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկատվությանը։ Թվայնացման իմաստով ինչ ենք նախատեսել, որ քննական մարմինը այդ տեղեկատվությունը ստանում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգից, այսինքն Արմեդից։ Իհարկե, այնպես չէ, որ կարգավորումներ նախկինում չեն եղել, բայց հաշվի առնելով թվայնացման գործընթացը հատկապես վերջին տարիներին է մեծ թափ առել, դրանք իհարկե նյութական կրիչներով են փոխանցվել։ Սրանով մենք ավելի օպերատիվ կապ ենք ապահովում այն անձանց տվյալների մասով, որոնք հնարավոր է ընթացքում որոշակի հիվանդություններ կամ չգիտեմ ինչ-որ հիմնարկներում, համապատասխան հիմնարկներում հաշվառման են վերցվել եւ պետությունը այս իմաստով անվտանգային բաղադրիչ ավելի է բարձրացնում, որովհետեւ տեղեկատվությունը ստացվում է ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրում եւ ինքնաշխատ եղանակով նաեւ վարելու իրավունք այս պարագայում դադարում է եւ բնականաբար արտաքին ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները դա տեսնում են։ Այլ կերպ ասած, շրջանառության մեջ այսպիսի հիմքով, այսինքն երբ մարդուն արգելված պետք է լիներ ունենալու վարելու իրավունք, բայց իր մոտ դեռ կա, այս շրջանառությունը ճակերտավոր ստվերային գրեթե նվազագույնի պետք է հասցնենք։ Հաջորդ փոփոխությունը, որը շատ է կարևորվել մեր կողմից, թեստերի հարցաշարերի առավել թիրախային դարձնելն է։ Ընդ որում ես մեր հանրության համար հատուկ ուզում եմ շեշտել, որ սրա նպատակը եւ արդյունքը ամենևին քննությունները հեշտացնելը կամ բարդացնելը չէ։ Հատկապես կարող է մտայնություն ստեղծվել, որ որոշել ենք քննությունները հեշտացնենք, քննությունների հեշտության կամ բարդացման իմաստով որևէ բան չի փոխվել։ Պարզապես մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, եթե անձը դիմել է այս կատեգորիայի կամ այսինչ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար, ապա արդյոք առավել արդյունավետ եւ նաեւ անվտանգության իմաստով ավելի օգտակար չէ, որպեսզի նա հատկապես պատասխանի այդ կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցին վերաբերելի հարցերին։ Ամբողջ պատմությունը սա է։ Հետևաբար, այստեղ այլ մտայնություններ, այլ մեկնաբանություններ լինել պարզապես չի կարող։ Մեր նպատակը եղել է կոնկրետ ստուգել այն գիտելիքը, որ այդ վարորդին ապագայում այս փուլում տեխնացուին անհրաժեշտ է լինելու տվյալ կատեգորիայի կամ ենթակատեգորիայի տրանսպորտային միջոցը վարելու համար։ Ասեմ նաև, որ քանի որ մենք այս զրկված վարելու իրավունքից զրկվելու մասին օրենքից այս փոփոխությունից խոսեցինք, որոշակի ենթաօրենսդրական մակարդակում շտկումներ ենք կատարել, համապատասխանեցրել ենք նաև կառավարության որոշումը այս իմաստով եւ ուժի մեջ մտնելու ժամկետները ես կթողնեմ պարոն Չիլինգարյանին եւ եթե գործնական այսպես պրակտիկ հարթությունում հարցեր կան, խնդրեմ ուղղեք։ Այսինքն նկատի ունեք մինչև կառավարության որոշումը ուժի մեջ մտնելը տեսական քննությունը հանձնած անձինք
Օգտվելու են 2 տարվա ժամկետից թե ոչ, այո, բայց մնացած մանրամասները պարոն Չիլենկո, այո, օգտվելու են։ Համեցեք։ Երևի հենց այդ հարցից էլ սկսենք։ Այն դեպքում, երբ 1 տարի ժամկետը որոշում ուժի մեջ մտնելու օրը, այսինքն այսօր դեռ չի լրացել 1 տարի ժամկետը, այդ բոլոր անձանց համար ժամկետը կդարձվի 2 տարի, այսինքն կստացվի, որ 2 տարի ժամկետ ունի։ Այսինքն 1 տարին դեռևս կա։ Դեռևս կա, այսինքն չի լրացել։ Մեկը փոխարինվում է 2-ով, բայց եթե մեկը լրացել է, այո։ Բոլոր դեպքերում, երբ որ 1 տարի ժամկետն արդեն իսկ լրացել է որոշման ուժի մեջ մտնելու օրը, հետեւաբար արդեն չի կարող դառնալ, որովհետև ավարտված ժամկետը չի կարող այլևս երկարացվել։ Եվ դա հենց այդ հարցն է։ Եվ խնդրեմ նաև կարգավորումները տարբեր ժամկետներում են ուժի մեջ մտնում։ Մտնելու հետ կապված, տեսեք, վարելու իրավունքի վերականգնման հետ կապված դրույթը ուժի մեջ է մտնում բնականաբար այսօր, հուլիսի 6-ին։ Ուժի մեջ է մտել, այսպես ձևակերպենք։ Դրա կարգերի եւ ըստ կարգերի եւ ենթակարգերի տեսական քննությունների հարցաշարերի առանձնացման վերաբերյալ դրույթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, մնացած մասով կառավարության որոշման կարգավորումները, այսինքն այդ ժամկետի եւ մնացած տեխնիկական կարգավորումների մասերը ուժի մեջ է մտել հուլիսի 4-ին, այսինքն հրապարակվել է որոշումը 3-ին, ուժի մեջ է մտել 4-ին։ Մի անգամ եւս ասենք, զրկումների վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտել այսօր, կարգերի եւ ենթակարգերի հարցաշարերի մասով դրույթները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին, մնացած մասով կարգավորումները ուժի մեջ են մտել հուլիսի 4-ին։ Մի հարց, որ կարծում ենք, որ անպայման կհետաքրքրի, եթե նույնիսկ դուք չտաք, ապա շատերին դա կարող է հետաքրքրել, ես ուզում եմ նախապես այդ հարցին պատասխանել, հետո նոր կլսենք ձեր հարցերը, եթե ունեք։ Մեր կարծիքով առավել տարածված հարցը լինելու այն, որ եթե վարելու իրավունքից անձը զրկվել է մի քանի կարգերի կամ ենթակարգերի ունենալու պարագայում, այսինքն օրինակ ունեցել է B, C, D կարգերի վարելու իրավունքի վկայական, զրկվել է վարելու իրավունքից, զրկման ժամկետը լրացել է, դրանից հետո անձը գնացել է, հանձնել է քննություն, բայց վերականգնել է դրանցից որևէ մեկը, օրինակ B։ Կարող է արդյոք օգտվել այս օրենքով ընդգրկված հնարավորությունից վերականգնելու եւ վերականգնել նաեւ մյուս կարգերը կամ ենթակարգերը։ Այստեղ մեր պատասխանը այսպեսին է, որ այո, կարող է, բայց այդ պարագայում նա պետք է ստանա նոր վարորդական պլաստիկ վկայական, մյուս բոլոր կատեգորիաների կարգերի նշումներով եւ պետք է համաձայնի նաեւ այն կարգի համար փորձաշրջանի, որը արդեն իսկ իր քննությունով ձեռք է բերել, այսինքն փորձաշրջան 1 տարով եւ վերականգնի իր բոլոր կարգերն ու ենթակարգերը։ Դա արդեն անձի ցանկությամբ է։ Եթե ցանկություն կունենա համաձայնել փորձաշրջանի 6 տուգանային միավորով, ապա կարող է վերականգնել նաեւ մյուս կարգերն ու ենթակարգերը։ Ես մի փոքր մեկնաբանությամբ շարունակեմ, պարոն Չիլենկոյանի միտքը։ Ամբողջ խնդիրը նա է, որ անկախ վարորդական վկայականի վրա արտացոլված կարգերի եւ ենթակարգերի քանակից պետությունը վարորդին տրամադրում է 13 միավոր ստանդարտ պայմաններում։ Այսինքն սա չի կարող դիտվել առանձին։ Բոլոր կարգերն ու ենթակարգերը պետք է դիտարկվի 13 միավորի, իսկ նոր կարգավորումների պարագայում 6 միավորի պարագայում։ Հետևաբար միանշանակ պարոն Չիլենկոյանի հետ համաձայն եմ, որ վարորդի ընտրությամբ դա պետք է լինի, եթե ինքը ցանկանում է այսպես կոչված նոր կարգավորումներով գնալ, ուրեմն բոլոր ենթակատեգորիաներով կամ կատեգորիաներով պետք է գնալ փորձաշրջան։ Կամ հակառակը, եթե ինքը ուզում է 13 բալի այն ստանդարտ ընթացակարգը պահպանի, ուրեմն պետք է գնալ եւ որակավորման քննությունները հանձնել եւ չեմ հիշում, պարոն Չիլենկոյանը նշեց, արդյոք ժամկետը լրացել էր մինչեւ հուլիսի 6-ը զրկման անցումային դրույթների կոնտ։ Եթե նշել եք, ես չանդրադառնամ։ Որտեւ այդ 1 տարվա գաղափարը մի քիչ հանրության մոտ կարող է թյուրընկալում առաջացնել։ Տեսեք, եթե զրկման ժամկետը վաղուց լրացել է կամ լրացել է մինչեւ 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, այս մարդիկ կարող են դիմել հուլիսի 6-ից, այսինքն այսօրվանից սկսած 1 տարվա ընթացքում, այո։ Եթե կան մարդիկ, որոնց զրկման, վարելու իրավունքի զրկման ժամկետը դեռևս չի լրացել, անպայման պետք է սպասել մինչև այդ ժամկետը լրանա, լրանալուց հետո էլի կրկին մնացած պայմանները նույնն են, 1 տարվա ընթացքում դիմել, պետական տուր եւ այլն, դրա մասին արդեն խոսել ենք։ Որտեւ կարող է տպավորություն ստեղծել, որ բոլորը իբր հուլիսի 6-ից կարող են դիմել, բայց այդպես չէ։ Պետք է անպայման զրկման հիմքը վերացած լինի, այլ կերպ ասած, զրկման ժամկետը պետք է լինի ավարտված։ Պարոն Մարաջյան, որպես օրինակ կարող է շատ ավելի բարձ լինի Օրինակ, ասեք, պարոն Չիլենկոյան, համեցեք։ Օրինակ, ես զրկվել եմ վարորդական իրավունքից նախորդ ամիս։ Ինչ ժամկետով եք զրկվել։ 1 տարով։ Համեցեք, պարոն Չիլենկոյան։ Ես օրինակ 2026 թվականի հունիսի 15-ին, օրինակ։ Այո։ 1 տարի ժամկետ։
Սպասում ենք մինչև 2027 թվականի հունիսի 15-ը ժամկետի ավարտից հետո տույժը պետք է Պատիժ չէ, բայց վարչական տույժի միջոցը պետք է կրվի, այսինքն զրկման ժամկետը պիտի լրանա ցանկացած պարագայում։ 2027 թվականի հունիսի 15-ից հետո 1 տարվա ընթացքում դիմում եք, վճարում եք պետական տուգ եւ վերականգնում եք ձեր վարակի իրավունքը։ Իսկ այն դեպքում, երբ որ վաղուց եք զրկվել, ասենք 20 թվականից հետո եք զրկվել, մինչև այս հուլիսի 5-ը լրացել է ժամկետը, այսօրվանից սկսած 1 տարվա ընթացքում դիմում եք, վերականգնում եք։ օրինակ 21 թվականի հունվարի 1-ին ենթադրենք պայմանական զրկվել եք 1 տարով, 22-ի հունվարի 1-ին կամ ցանկացած այլ ժամկետում, որը հուլիսի 6-ից 26 թվականի հուլիսի 6-ին նախորդում է։ Այսինքն այդ ձեր ասած ճակերտավոր պատիժը, այս մեր ասած տույժը ավարտվել է ժամկետը, կիրառման հետևաբար կարող են դիմել։ Մոտ 18000 անձի մասին է խոսքը, սա ընդհանուր այն թիվն է, այո, որոնք պոտենցիալ շահառու կարող են հանդիսանալ այս իդեալական կարգավորումը։ Իսկ ինչ վերաբերում է զրկվածներին։ Ներողություն, պարոն Չիլինգյան, մեկ ճշգրտում, ոչ թե 20-ից մինչև այսօր զրկվածն էր, որովհետև դա այլ թիվ է։ Հնարավոր է մարդիկ ընթացքում վերականգնել։ Պարոն Չիլինգյանը հրապարակվում է այս պահի դրությամբ։ Հունիսի 30-ը ներառյալ, որովհետև այն մյուս թիվը օբյեկտիվ պատկեր չի տանում։ Իսկ այն անձինք, ովքեր դեռ մնացել են զրկված, որովհետև կան անձինք, ովքեր 20-ից հետո զրկվել են, բայց վերականգնել են իրենց վարակը։ Այո։ Ինչ որ իրանը։ Եվ ինչն է զրկումները բացի հատուկ վարչական իրավախախտումների վերաբերյալ հատուկ մասով նախատեսված հենց կոնկրետ իրավախախտումներից, որոնց մեծ մասը դեպք վերաբերում է ոչ շտապ վիճակում վարելու կամ դրա տարբեր դրսևորումներին, նաև որոշակի առումով այլ սարքավորների կիրառման խախտումներին, կիրառվում է նաև տուգանային միավորների սպառելու հետևանքով 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ, բայց եթե զուտ քանակական առումով վերցնենք, առավել մեծ մասը գերակշռի մասի զրկումների քանակի բնականաբար տրանսպորտային միջոցը ոչ շտապ վիճակում վարելու դեպքերին է։ Քննական մեքենաների հետ կապված խնդիրները կամ լսել եմ, որ քննական մեքենաների բացակայության կամ ոչ սարքին վիճակում երբեմն այդ մասով ինչ կարող եք ասել։ Ես կպատասխանեմ, պարոն Չիլինգարյան, եթե ավելացնելու բան կունենաք։ Տեսեք, մենք վերջին հատվածում ներքին գործերի նախարարության ձևավորումից սկսած մեծ ջանքեր են գործադրել հաշվի առնելով նախարարության կողմից մատուցվող այս ծառայության կարևորությունը հանրության համար։ Նախ մեքենաների քանակը, պարկը այսպես ասած, պարբերաբար թարմացում եւ ավելացվում է։ Բացի դրանից, օբյեկտիվություն ապահովելու համար եւ գործընթացի վերահսկելությունը ապահովելու համար առնվազն մարդատար ավտոմոբիլները կահավորված են դրսից եւ ներսից համապատասխան տեսախցիկներով եւ չգիտեմ դուք վերջին անգամ երբ եք առնչվել գործընթացին, բայց ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրվում է։ Սա այդ իմաստով իհարկե չպետք է մոռանալ, որ հանրային պահանջարկը գնալով աճում է հանուն արդարության, դա էլ պետք է խոստովանել, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք շատ մեծ ուշադրության տակ ենք պահում այդ հատվածը ծառայությունների եւ վերջին հատվածում կրկնվեմ եւ տրանսպորտային միջոցների քանակն է ավելացել եւ դրանց որակական բաղադրիչն է ավելացել, հները նորով են փոխարինվել եւ աշխատանքները մեծ ծավալի ընթացքի մեջ են այս պահին։